am Jerusalem. Բալդուին IV-ը ծնվել է 1161 թվականին Ամանրիկի և Ագնես Կուրտենեի ընտանիքում։ Այդ ժամանակ թագավորը Ամանրիկի եղբայրն էր, Բալդուին III-ը։ Նրա մահից հետո թագը անցավ Ամանրիկին, սակայն մի խնդիր առաջացավ։ Բարձր դատարանը հրաժարվեց ճանաչել Ագնեսին որպես թագուհի, ազգակցական կապերի պատճառով։ Ամանրիկը ստիպված եղավ ընտրել գահի և կնոջ միջև, և նա ընտրեց գահը։ Նրանց ամուսնությունը չեղարկվեց, սակայն երեխաները Սիբիլլան և Բալդուինը ճանաչվեցին օրինական։ Այս կերպ 2 տարեկան Բալդուինը դարձավ գահի հավանական ապագա ժառանգը։ Ամանրիկը որդու դաստիարակությունը վստահեց Տիրոսի arczepiskopos Վիլյամին։ Վիլյամը մեծ ուշադրություն էր դարձնում տղայի միջավայրին և կրթությանը, և հենց ինքն էլ բացահայտեց Բալդուինի հիվանդությունը։ Ըստ պատմության, մի օր երբ Բալդուինը խաղում էր ազնվական ընկերների հետ, նրանք սկսեցին, ինչպես սովորաբար երեխաները հաճախ իրար անում էին, միմյանց եղունգներով սեղմել։ Մյուս տղաները ցավից աղաղակում էին, բայց Բալդուինը, չնայած նրան, որ իրենք էլ չէին խնայել նրան, հանգիստ էր տանում այդ ամենը։ Կարծես նա ոչինչ չէր զգում։ Հետագայում պարզվեց, որ նրա աջ ձեռքն ու թևը մասամբ թմրած են եղել, և նա չէր զգացել այդ սեղմոցները։ Այդպիսով բացահայտվեց, որ տղան տառապում է բորոտությամբ։ Բալդուինը չէր կարող ունենալ ժառանգներ, և շատերը կարծում էին, որ նա երիտասարդ ժամանակ կմահանա։ 1174 թվականին հոր մահից հետո թագը անցավ երիտասարդ Բալդուինին։ Քանի որ նա անչափահաս էր, նրա օրական ազգականը Տրիպոլիի կոմս Ռայմոնդ III-ը բարձր դատարանի որոշմամբ նշանակվեց նրա խնամակալը։ Ռայմոնդը պաշտոնում մնաց մինչև այն պահը, երբ Բալդուինը դարձավ 15 տարեկան, որից հետո թագավորը սկսեց կառավարել ինքնուրույն։ 1177 թվականին Երուսաղեմի թագավորությունը գրեթե անպաշտպան էր, քանի որ նրա բազմաթիվ ասպետներ Ֆլանդրիայի կոմսի հետ միասին պաշարում էին Հարիմը։ Սալադինը օգտվեց դրանից, հավաքելով մեծ բանակ և ներխուժելով Եգիպտոսից շարժվելով շրջանցեց Գազան ու Դարումը և հանկարծակի հայտնվեց Ասկալոնի մոտ։ Բալդուին IV-ը շտապ հասավ Ասկալոն, բայց փոքրաթիվ լինելով սկզբում ամրոցից դուրս չէր գալիս։ Կարծելով, թե Բալդուինն այլևս վտանգ չի ներկայացնում, Սալադինը թույլ տվեց իր բանակին ցրվել ու թարանել շրջակայքը, Ռամլան ու Լոդը այրել։ Երուսաղեմում խուճապ էր, և Բալդուինը լսեց դաժան ավերածությունների մասին, որոշեց չնայած թվի մեծ անհավասարությանը դուրս գալ Սալադինի դեմ։ Ափամերձ ճանապարհով առաջանալով նա և իր զորքերը մոտենում էին մուսուլմանների թողած հրդեհներին և ավերածությունները։ Մոնժիզարի մոտ նրանք վերջապես հասան Սալադինի ցրված ուժերին։ Մարտի սկզբում արդյունքը անորոշ էր, բայց շուտով Բալդուինի փոքրաթիվ բանակը սկսեց առավելություն ստանալ։ Սալադինի շարքերը փլվեցին և նրա զորքերը խուճապահար փախան։ Ֆրանկները հետապնդեցին մինչև մթնշաղ վերցնելով պաշարներ և թողնելով թշնամուն տառապել մի քանի օր շարունակվող ծանր անձրևներից և բեդվինների հարձակումներից։ Մոնժիզարի ճակատամարտը վճռական հաղթանակ էր Բալդուինի համար և նվաստացուցիչ պարտություն Սալադինի։ Չնայած Մոնժիզարի հաղթանակին, Բալդուինը գիտեր, որ Սալադինը մնում է վտանգավոր հակառակորդ։ Հաջորդ տարիները լի էին դժվարություններով։ Բալդուինը սկսեց կառուցել Լշատելիա ամրոցը Դամասկոսի մոտ, որը ծանր պաշտպանություն էր պահանջում։ Չնայած ամրոցի ավարտին, շուտով այն ծանր կորուստ կրեց։ Բանյասում սպանվեց փորձալու զորավար Համֆրի II։ Ամենածանր հարվածը եկավ 1179 թվականին, երբ Սալադինը անսպասելիորեն գրավեց և ոչնչացրեց Լշատելիան, սպանելով կամ գերելով պահակախմբերին և հիմքերից ավերելով ամրոցը։ Թեպետ Բալդուինի վիճակը գնալով վատթարանում էր, նրա հիվանդությունը իրեն կաթվածահար էր դարձրել, սակայն նա շարունակում էր պաշտպանել իր թագավորությունը։ 1183 թվականին նա մասնակցեց իր վերջին արշավին՝ Գերակի պաշարման ազատմանը։ Սալադինը մոտ 1 ամիս պաշարում էր Ռեյնալդի ամրոցը, և թեև Բալդուինը այլևս չէր կարող ձիվարել, նա կարգով շարժվեց Երուսաղեմից օգնության։ Լսելով, որ թագավորը մոտենում է, Սալադինը հանեց պաշարումը և նահանջեց Դամասկոս։ Սա Բալդուինի վերջին ռազմական գործողությունն էր, և նրա մնացած կառավարման տարիներին այլ խոշոր ներխուժումներ չեղան։ Այս դեպքը ցույց տվեց, որ նույնիսկ ծանր հիվանդության մեջ թագավորի ներկայությունն ինքն է ոգեշնչում էր ժողովրդին և սաստում Սալադինին։ Թեպետ Բալդուինը բոլոր ճակատամարտերում չէր հաղթում, նա կարողացավ խուսափել աղետներից և նույնիսկ ունենալ մեծ հաղթանակներ, ինչպես Մոնժիզարը, ապացուցելով, որ թագավորությունը նրա օրոք չի անկում։ Սակայն Սալադինը միակ վտանգը չէր։ Սեփական հիվանդության պատճառով Բալդուինը չկարողացավ ունենալ ժառանգներ, ինչն էլ առաջացրեց ներքին ճգնաժամի։ Բոլորի ուշադրությունը բևեռվեց նրա քրոջ վրա։ Մինչև Բալդուինը անչափահաս էր, Ռայմոնդ III-ը խնամակալը Սիբիլլային ամուսնացրեց Վիլյամ Լոնգսուտի հետ։ Դժբախտաբար նա մահացավ և ընդամենը մի քանի ամիս անց թողնելով Սիբիլլային ըղիության մեջ միայնակ։ Հետագայում Բալդուին IV-ը Սիբիլլային ամուսնացրեց Գի Լուսինիանի հետ։ Բալդուինը հաճախ էր մտածում գահի ժառանգության մասին և ցանկանում էր ապահովել, որ իրեն հաջորդի ունակ կառավարիչ։ Նա պատրաստ էր անգամ հրաժարվել գահից, եթե գտնվեր մեկը, ում նա
կհամարեր հարմար կառավարիչ։ Այսպիսով Բալդուինը մահանում է իր մանկուց իրեն խեղդող տանջող հիվանդությունից։